մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր տեսակետը եւ այսպես Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունները կայացան եւ շատերի գնահատմամբ բանակցությունները ոչ թե ամբողջությամբ, այլ նորից շարունակում են իրավիճակը փակուղում պահել։ Մի քանի հայտարարություններ մենք տեսանք եւ իրանական կողմից եւ Միացյալ Նահանգների կողմից։ Վերջին հայտարարություններով ինչ է ասում Վենսը։ Թրամփը մտադիր է մեծ գործարք կնքել Իրանի հետ։ Գործարք դեռևս չկա, քանի որ նախագահը ցանկանում է այնպիսի գործարք, որտեղ Իրանը միջուկային զենք չունի, որտեղ Իրանը չի լինի ահաբեկչության պետական հովանավոր եւ որտեղ Իրանի ժողովուրդը կարող է բարգավաճել, զարգանալ եւ միանալ համաշխարհային տնտեսությանը։ Այս հայտարարության հետ կապված կցանկանանք լսել ձեր գնահատականը եւ իհարկե ընդհանուր եթե բանակցությունները գնահատեք եւ իրանական ու Միացյալ Նահանգների կողմից եկող հայտարարությունները, ապա ինչպես բնութագրեք այս իրողությունը։ Դե, ասում եմ, ով էր խոսար։ Վերջին 30 տարվա մեջ քանի պետություն է ԱՄՆ-ն ներխուժել, ռմբակոծել, ոչնչացրել, դարձրել ահաբեկչության որջը։ Իրաք, Լիբիա, դրանից առաջ Հարավսլավիա, ոչնչացնել, թալանել, մասնատել, դարձնել ահաբեկչության որջը։ Այնպես որ Իրանի վերաբերյալ խոսել որպես, չգիտեմ, ահաբեկչության հովանավոր ԱՄՆ-ն, գոնե ԱՄՆ-ն չի կարող հաստատ։ Այնինչ վերաբերվում է բանակցություններին, ես ուրախ եմ, որ այդ բանակցություններին Իրանը չընդգրկեց, չհամաձայնվեց ըստ էության կապիտուլյացիայի, դե որտեղ սկզբում ասվում էր, որ ԱՄՆ-ն ասում էր, որ այդ բանակցությունները պետք է ընթանան Հորմուզի նեղուցը ապաշրջափակելու հետ զուգընթաց։ Եթե Իրանը համաձայնվեր ապաշրջափակել նեղուցը եւ նոր այդ պայմանով մտներ բանակցությունների, իմացեք ԱՄՆ-ն հաստատ խաբելու էր։ Այսինքն եթե պայմանավորվեին ապաշրջափակման շուրջ եւ ինչ որ պայմանավորությունների գային, հետո անպայման խաբելու էր, կասկած չունեմ, որ խաբելու էր, հետեւաբար ուրախ եմ, որ այդ խաբկանքին Իրանը չտրվեց եւ հիմա փաստացի այդ բանակցությունները պետք է շարունակվեն։ Այսինքն այս պայդրությամբ Իրանը դիմանում է եւ ամենակարևորը հենց դա է, այսինքն ինչքան Իրանը գնալով դիմանա մոտակա 3-4 ամիսների ընթացքում, այնքան ԱՄՆ-ն ավելի շատ է հայտնվելու իր իսկ սարքած ծուղակի մեջ։ ԱՄՆ հեղինակությունը գնալով ընկնելու է եւ իհարկե դրանից օգտվելու են բոլորը, առաջին հերթին նաեւ Ռուսաստանը։ Նաեւ Միացյալ Նահանգները հայտարարում են, mən նոր կարդում եմ այդ նորությունը, որ ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների լիակատար շրջափակում է սահմանել, ամբողջությամբ դադարեցնելով միջազգային ծովային առևտուրը դեպի Իրան եւ Իրանից։ Հաշվենք, որ Տրամփը հայտնվեց Պուտինի ծուղակում։ Ինչու՞։ Որտեղ հիմա պատկերացրեք, ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի նավահանգիստների շրջափակում եւ մեկ էլ հանկարծ ռուսական կամ չինական օրինակ մի առևտրային նավ, բեռնատար նավ ռուսական կամ չինական ռազմական նավի ուղեկցությամբ գալիս է, որ մտնի իրանական նավահանգիստ։ Հիմա ինչ են անելու Միացյալ Նահանգները այս դեպքում։ Հարվածելու են Իրանի ու կամ Ռուսաստանի նավերին։ Այսինքն ԱՄՆ-ն ինքը իրեն գցում է ծուղակի մեջ։ Մի քիչ sense էյֆորիայի մեջ հայտնվելով Վենեսուելայի օպերացիայից հետո Տրամփը մտածեց, որ Իրանի դեպքում էլ է շատ հեշտ լինելու եւ շատ արագ ստացվելու, դա չի ստացվում։ Եվ ըստ էության հայտնվում է Տրամփը ինքը ծուղակի մեջ, որտեղ մի կողմից որպես միակ իրեն հայտարարած միակ գերտերություն չի կարող չանել ինչ որ անում է, մյուս կողմից էլ ինչքան անում է, այնքան ավելի շատ են գնում խնդիրների մեջ։ Հիմա Կուբայի
դեպքում էլ շրջափակում հայտարարել, բայց տեսանք, որ ռուսական բեռնատար նավը ռազմական նավի ուղեկցությամբ եկավ հասավ Կուբա։ Դե թող հարված էին, թող խփեին, խորտակեին, չգիտեմ, ձերբակալեին։ Դե այսինքն եւս 3-4 ամիս եւ ամերիկյան համաշխարհային հեղինակությունը սկսելու է փլուզվել։ Եվ շատ խելոք ձևով Տրամպը գալու է եւ խնդրի բանակցություններ Ռուսաստանից ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Ուկրաինայի հետ կապված։ Դրա համար այնպես որ մեկ ասում են, ինչու է Ռուսաստանը դանդաղ շարժվում, ինչի Պուտինը կոշտ քայլեր չի ձեռնարկում, որովհետև Պուտինը սպասում էր ԱՄՆ սխալին, Տրամպի սխալին։ Տրամպը այդ սխալը թույլ տվեց։ Եվ քանի գնում է այդ սխալը ավելի է ծանրանալու Միացյալ Նահանգների վրա։ Միացյալ Նահանգներն էլ այս ռմբակոծություններով ըստ էության սպանեցին նրանց Իրանում, ում հետ պոտենցիալ կարող էին շանս ունենալ պայմանավորվելու, եւ նրանց սպանելով ճանապարհ բացեցին դեպի իշխանություն այն մարդկանց համար Իրանում, որոնք որ այսօր չեն ցանկանում պայմանավորվել Միացյալ Նահանգների հետ։ Այնպես որ երբ որ ասում էի, որ լավ կլինի, որ Միացյալ Նահանգները շուտ խելքի գան եւ շուտ գնան զիջումների Ռուսաստանին, փաստորեն Միացյալ Նահանգները սխալի վրա հետևից են ցույց տալիս եւ էլ ավելի են բարդացնում իր վիճակը։ Երևի իրենք փորձում էին անել, որ Ռուսաստանի իրավիճակը փորձեն վատացնել նախքան Պետդումայում սեպտեմբերին կայանալիք ընտրությունները, բայց ոնց տեսնում ենք չի ստացվում եւ հետեւաբար ԱՄՆ գործերը գնալով վատանալու են, բայց դա չի նշանակում, որ իրենք շատ արագ, այսպես ասենք, հանձնվելու են եւ դա նշանակում է, որ վիրավոր գազանը ինչպես է լինում, որ միջև վերջի պահը փորձում է պայքարել եւ նույնիսկ վնասել։ Դա փորձելու են անել, բայց նորից ասեմ, արդեն երևում է տեսանելի աչքով, որ ԱՄՆ-ն գնալով ավելի շատ է խրվում իր իսկ ստեղծած թակարդների մեջ եւ գնալով ավելի ու ավելի մեծ սխալներ է թույլ տալիս։ Բայց տեսնում ենք նաեւ, որ Թրամփը կոնկրետ սպառնում է, որ շրջափակման մեջ կվերցնել բոլոր նավերը, սովի կմատնել, ավելին ասում եմ, հա, լավ է, այսինքն ձեր ատանց, որ Իրանը այսպեսի կեսված կդրսևորում, ոնց որ ես եմ ինչեւ աշխատել։ Թող անի։ Այդ դեպքում վաղը ռուսական մի նավ, ռազմական ռուսական նավի ուղեկցությամբ կմտնի իրանական նավահանգիստ։ Թող հարվածեն ռուսական նավին։ Թող չթողնեն, ձերբակալեն, ինչ են անելու։ Կուբա մտավ, ինչ արեցին։ Ձերբակալեցին ոչ։ Կամ չինական նավ կմտնի, կամ համատեղ Ռուսաստանն ու Չինաստանը մի քանի բեռնատար նավով եւ մի քանի ռազմական նավի ուղեկցությամբ գալիս եւ մտնում են իրանական նավահանգիստ։ Ինչ պետք է անի Տրամպը։ Թող հարվածի երկուսին էլ։ Դա կլինի իր վերջի սկիզբը։ Այնպես որ սա ամբողջովին Ռուսաստանի ձեռնտու սցենար է։ Մի կողմից ասում եմ Տրամպը չի կարող թուլություն ցույց տալ, մյուս կողմից էլ ինչքան է թուլությունը ցույց չի տալիս, այնքան խնդիրների մեջ ավելի շատ է խրվում։ Իրանական կողմի արձագանքը առողջի հայտարարությունը ինչպես դրնատեք, ինչպես նաև իրանական իսլամական հեղափոխության կորպուսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի բոլոր նավահանգիստները ըստ էության շրջափակման մեջ են եւ սպասում են թշնամուն։ Դե այն որ Իրանում այն մարդիկ, ովքեր ոչ մի շանս չունեին գալ իշխանության, իսլամական այդ պահապանների հեղափոխության պահապանների կորպուսից ԱՄՆ արած քայլերի հետևանքով եկան իշխանության։ Եվ ըստ էության անկախ նրանից ինչ հարվածներ են ստանում ԱՄՆ կողմից, միևնույն է իրենց դիրքերը չեն զիջում եւ կարծում եմ չեն էլ զիջելու։
եւ ոչ մի ռմբակոծություն Իրանին չի կանգնեցնի։ Այսինքն մենք մեր աչքի առաջ տեղի է ունենում ամերիկյան համաշխարհային գերիշխանության հեղինակազրկում։ Եվ 3-4 ամիս էլ այսպես շարունակվի, կարող է դոմինոյի էֆեկտով ԱՄՆ-ն սկսի կորցնել մերձավոր արևելքի իր բոլոր դաշնակիցներին։ Երբ որ պարագլխի հեղինակությունը խաթարվում է, ապա իր բոլոր դաշնակիցները սկսում են փնտրել այլ դաշնակիցների։ Այնպես որ ԱՄՆ-ն այս պահին կրակի հետ է խաղում եւ Ռուսաստանն էլ դրանից օգտվում է եւ շարունակելու է օգտվել։ Իսկ դա եղավ անպատճառով, որ ԱՄՆ-ն հայտնվելով էյֆորիայի մեջ իր վենեսուելական օպերացիայով, որ մեր դեմ խաղ չկա, ինչ կուզենք կանենք, ում կուզենք ծնկի կբերենք, ընկան Ռուսաստանի թակարդը, որը այս պահին փակվում է Իրանի միջոցով։ Այնպես որ ես նույնիսկ պատկերացնում եմ ինչ կլինի Ռուսաստանում կայանալիք սեպտեմբերյան խորհրդարանական ընտրություններից հետո, երբ 100-150 զինվորական հատուկ ռազմական օպերացիան անցած Ռուսաստանում կմտնեն պետական դումա եւ սկսեն այլ պաշտոններ զբաղեցնել վերին եւ միջին օղակներում Ռուսաստանում։ Պատկերացրեք ինչքան կկոստանա Ռուսաստանի դիրքորոշումը։ Զինվորականներ, որոնք գիտեն պատերազմը ինչ է, գիտեն հակառակորդը ով է եւ ինչ մեթոդներով այդ հակառակորդի դեմ կռիվ տալ։ Հետաքրքիր է ձեր դիտարկումը Հռոմի Պապ Թրամփ փոխհրաձգության հետ կապված։ Թրամփը մոտես ինչ է, Հիսուսի իրեն է դնում Հիսուսի պատկերով։ Ուրեմն Միացյալ Նահանգներ, Եվրոպա հակամարտությունը դա ԱՄՆ բեմադրած թատրոնն է։ Ինչու՞։ ԱՄՆ-ն ուզում է պարտության մատնել Ռուսաստանին, բայց ինքը շատ լավ հասկանում է, եթե ինքը ուղիղ ձևով փորձի դա անել իր ուղիղ միջամտությամբ, զինված ուժերով, հատուկ ծառայություններով եւ այլն, ապա ինքը ԱՄՆ-ն հայտնվում է ռիսկի տակ։ Ռուսաստանի կողմից միջուկային հարված ստանալու ռիսկի տակ։ Հետևաբար ԱՄՆ-ն հաշվում է, որ ավելի լավ է ես զենք տամ, ամերիկյան զենքը տամ Եվրոպային, եւ Ռուսաստանի դեմ պատերազմ վարողը, ասենք Ուկրաինայի միջոցով լինի Եվրոպան։ Եվ հարվածներն էլ ռուսական միջուկային զենքի ստանա Եվրոպան։ Այսինքն ԱՄՆ համար ձեռնտու է Ռուսաստան-Եվրոպա պատերազմը, հատկապես եթե դա լինի տակտիկական միջուկային զենքի օգտագործմամբ։ Դա ամբողջովին ձեռնտու սցենար է Միացյալ Նահանգների համար։ Դրա համար Միացյալ Նահանգները իմիտացիա են անում, որ իբր իր եւ Եվրոպայի միջև կա հակամարտություն։ Եվ Հունգարիայում Վիկտոր Օրբանի վերջին պարտությունը դրա դրսևորումներից էր, այսինքն Օրբանը ոչ թե պարտվեց, այլ Տրամպը նրան ուղղակի աշխատանքից ազատեց։ Բայց հիմա գանք Օրբանը պարտության է, ըստ էության շատերի գնահատված, այսպես ասենք, հա, Եվրոպայում Պուտինի տեխնատուներից մեկ, այսպես ասենք, զիջում է, իր դիրքերը պարտում։ Ոչ, Օրբանը Պուտինի տեխնատուն չի եղել, ընդհակառակը Օրբանը եղել է միշտ հակառակորդ ճամբարում, ուղղակի տեսեք, վերջին ընտրությունները կայացել են 2022 թվականին, որտեղ Օրբանը հաղթանակ էր տարել։ Ընդամենը 4 տարի անց է այս նոր ընտրությունները կայանում, այսինքն հասկանում եք այն, որ 4 տարվա ընթացքում այնտեղ ինչ-որ բան է փոխվել հասարակական կարծիքի առումով, ոչ մի բան չի փոխվել։ Ուղղակի 2022 թվականին ԱՄՆ-ին պետք էր, որ Օրբանը անցներ,
Հիմա էլ պետք չի անցնի։ Դրա համար Տրամպը իրեն աշխատանքից ազատեց։ Ինչի էր պետք 22 թվին անցնի։ Որտեվ Տրամպը երբ որ եկավ իշխանության, Միացյալ Նահանգները սկսեցին մեծ քարոզչական կամպանիա աշխարհում, որ իբր ԱՄՆ-ն եկել է գլոբալիստների իշխանությունը, Տրամպը եկել է գլոբալիստների իշխանությունը տապալելու։ Եվ որ իբր Եվրոպայում էլ այդ հակագլոբալիստական ներկայացուցիչը Հունգարիան է, որի պարզ է, որ իրականությունը չեն պատասխանում։ Իրականում Տրամպին իշխանության բերեցին հենց ամերիկյան օլիգարխիան, որի մեջ մտնում են հենց այդ գլոբալիստները նաև, ինչու որպեսզի թույլատնեն Ռուսաստանի շուրջ աշխարհին միավորվելու գործընթացը։ Այսինքն, եթե ասում էին Բայդենը գլոբալիստների կողմից է եւ աշխարհը միավորվում էր այդ պատճառով Ռուսաստանի շուրջ, հիմա Տրամպը եկավ ասաց, ես էլ եմ գլոբալիստների դեմ, ինչ եք Ռուսաստանի շուրջ միավորվում։ Եկեք իմ իշխանությունը ընդունեք, ծնկի եկեք իմ առաջ, եւ ես այսպես այն գլոբալիստական գաղափարախոսությամբ չեմ ղեկավարի ձեզ։ Եվ ահագին ինքը շահեց այդ հարցում Տրամպը, մոտ մի տարի ինքը ժամանակ շահեց, աշխարհի խաբելով իր հակագլոբալիստական օրակարգով։ Եվ այդտեղ այդ օրակարգի մեջ Օրբանն էլ էր մտնում, իբր մի հատ Եվրոպայում էլ մի հատ էլ հակագլոբալիստ այնտեղ է նստած, եւ տեսեք մենք պայքարում ենք գլոբալիստական Բրյուսելի դեմ։ Պարզ է, որ սա մեկ ընդհանուր կամպանիա է, որի գլուխ Միացյալ Նահանգներն են, մի նպատակ ունի՝ պահպանել ԱՄՆ գերիշխանությունը ամբողջ աշխարհում։ Սա ընդհանրապես Ամերիկայի տակտիկական քայլերն են, ոչ ավել, որպեսզի հիմա քանի որ այդ հակագլոբալիստական օրակարգը էլ չկա, դուք լսել եք, այս վերջերս որ այդ հակագլոբալիստական օրակարգի մասին աշխարհում խոսեն։ Տրամպը որ նոր էր ընտրվել, ամեն մի երկրորդ վերնագիրը տարբեր նյութերի դրա մասին էր, հիմա էլ չկա, որտեվ սպառվել է դա, որտեվ աշխարհը էլ չի հավատում դրան։ Դե եթե սպառվել է, ուրեմն Օրբանը էլ անելիք չունի, իր անելիքը վերջացավ, վերջ։ Այ հիմա ինչ է ասելու, ինչպես է հիմնավորելու Միացյալ Նահանգները այս Օրբանի պարտությունը, ինչպես են օգտագործելու։ Ասելու են Տրամպը ասել է, ես հակագլոբալիստս կորցրեցի Եվրոպայում իմ միակ հակագլոբալիստ դաշնակցին եւ հիմնավորել է, որ իբր հիմա Եվրոպան այլևս ընդհանրապես իմ վերահսկողության տակ չի։ Սա անելու է ինչի համար, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն չկրի Եվրոպայի արածների համար, որ վաղը եթե Եվրոպան Ամերիկայի միջոցով ուժեղացնի զենքի մատակարարումները, օրինակ Ուկրաինա, Տրամպը ասի, դե ես ինչ կապ ունեմ, դա գլոբալիստական Եվրոպան է անում, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Տեսակ մի հատ դաշնակից ունեի Օրբանը, այդ էլ գլոբալիստները դրան էլ հաղթեցին, իշխանությունից հեռացրեցին, ես ինչ կարող եմ անել։ Տեսականորեն չեմ էլ բացառում, որ Տրամպը դուրս գա ՆԱՏՕ-ից, որ ընդհանրապես Եվրոպայի համար պատասխանատվություն չկրի։ Ասի դե վատ եվրոպացիք, վատ գլոբալիստները, տեսեք, ՆԱՏՕ-ի միջոցով ուզում են Ռուսաստանի հետ պատերազմել։ Ես ինչ կապ ունեմ։ Որտեղ եթե տենց չանի, եթե ինքը իր դեմքով ուղակի մտնի Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ, ռուսական հրթիռները պարզ է սպառնալու են Ամերիկային։ Հետևաբար ինքը Ամերիկան ինքը իրեն ապահովագրելու համար ողջ մեղքը ուզում է գցի Եվրոպայի վրա։ Ինքը թերերով կառավարում է ոչ process-ը, բայց ողջ մեղքը գցում է Եվրոպայի վրա։ Այնպես որ Օրբանը պարտություն չէր, դա ուղղակի Տրամպը իրեն աշխատանքից ազատեց, ասաց հերիքա։ Դու ինչքան այդ հակագլոբալիստ քո թատրոնը ինչքան խաղացիր, հերիքա, գնա հանգստացի։ Քո տեղը կգան ուրիշները։ Կապեք Հայաստանի հետ։ Այս սա չեն կարող կապել։ Որտեվ հասկանում եք սցենարը այնպես չի որ քանի որ Օրբանը չի պարտվել, իրեն ուղղակի ասեն հերիքա, քո ժամանակը անցել է։ Դա չի նշանակում, որ նույն սցենարը կրկնվելու է նաև Հայաստանում։ Կախված է նրանից, թե ինչքանով է այսօրվա իշխանությունը ձեռնտու Միացյալ Նահանգներին։ Ասում եմ նորից 2022 թվականին ընդամենը 4 տարի առաջ Օրբանը հաղթեց։ Իսկ այս 4 տարվա մեջ հասարակական կարծիքը չի փոխվել։ Ընդհանրապես մեր նման սպառողական հասարակություններում, հատկապես Եվրոպայում,
հասարակական կարծիքը չափազանց կանխատեսելի է։ Էլ չեմ ասում, որ այդ հասարակական կարծիքը շատ հեշտ կարելի է ուղղորդել։ Հիմա նրանք, ովքեր որ այսօր գնացին Օրբանի դեմ քվեարկեցին, այդքան մեծ մասնակցություն ապահովելով, ինչ է, 4 տարի առաջ այդ մարդիկ չկային։ Կային, ուղղակի այն ժամանակ Օրբանը ամենին պետք էր, հիմա էլ պետք չի։ Ասեց Օրբան, դու քո գործը արել ես, գնա հանգստի, վերջ։ Այնպես որ զուգահեռ չեն կարող տանել, որտեղ դա չի եղել, ոնց ասեմ, ընտրություններում պարտություն կամ ընդդիմության ընտրություններում հաղթանակ։ Դա եղել է Վաշինգտոնում կայացված որոշում, որ պետք է Օրբանը պարտվի, ընդդիմությունները պետք է հաղթի։ Հիմա ընտրություններից 5 օր առաջ Վենսը գնաց Հունգարիա, սատարեց Օրբանին, ասաց, որ այդ վատ Եվրամիությունը խառնվում է Հունգարիայի ներքին գործերին եւ ընտրություններին։ 5 օր հետո Օրբանը պարտվեց։ Այսինքն անակնկալ ճակերտներում անակնկալ պարտություն կրեց։ Իհարկե դա չի կարող նման բան լինել։ Բայց չի կարող, չէ՞ որ ասենք Օրբանը իմանար, որ, չգիտեմ, ընտրությունից 5 օր առաջ ինքը առաջատար է, մեկ էլ 5 օր հետո հանկարծ անակնկալ փոխվեց իրավիճակը եւ ինքը դարավ երկրորդ տեղում։ Դա չի, այդպես բան չի լինում, չի կարող լինել։ Այսինքն հասարակական կարծիքը ամբողջովին կանխատեսելի է եւ ուղղորդելի։ Այսքանը։ Գալ հիմա Հայաստանի ընտրություններին։ Տեսեք, մշտապես անհատից Եվրոպան, Միացյալ Նահանգները հիբրիդային պատերազմ են իրականացրել եւ որպես ուղիղ խառնվել Հայաստանում ընտրություններին, բացահայտ բացտեքստերով եւ ոչ միայն։ Ըստ էության այս վերջում Ռուսաստանն էլ այլևս մշտապես հիմնականում կաշկանդված է եղել, բայց այս վերջում արդեն Պուտինը առաջին անգամ խոսեց այն մասին, որ ռուսական ողջունություն ունեցող տեխնացուներին պետք է թույլ տալ մասնակցել, խնդրեմ, այս մասով ձեր տեսակետը, դրա հետևանքները որոնք են եւ ինչ զարգացումներ են այս ամենի շուրջ կատարվում Հայաստանում։ Նախ դա Պուտինի ասածը Հայաստանի ներքին գործերին խառնվել չէր, ինչու՞։ Որտեղ խառնվելը նախ կոնկրետ գործողություններ են, կոնկրետ երկրի ներսում իրականացվող գործողություններ են կամ այնպիսի տեղեկատվական գործողություններ, որոնք ազդում են ընտրողների կարծիքի վրա։ Ըստ էության ինչի Ռուսաստանի նախագահը դրա մասին ասաց։ Ոչ թե որ Սամվել Կարապետյանը Կրեմլում հաստատված տեխնացուն է կամ որևէ մեկը։ Այլ ուղղակի Սամվել Կարապետյանին միայն այն բանի համար, որ նա ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն, չեն ուզում թույլ տալ, որ նա մասնակցի ընտրություններին կամ, այսպես ասենք, իր դեմ գործընթաց են իրականացնում քրեական հետապնդում։ Ոչ թե նրա համար, որ նա օրենք է խախտել, ինչ որ վատ բան է արել, այլ միայն նրա համար, որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Այսինքն մարդը ասում է Ռուսաստան, ասում է, իսկ ստացվում է ինչ, որ Ռուսաստանը գործող իշխանությունների համար այնքան անցանկալի պետություն է, որ իր միայն այդ հիմքով իր քաղաքացուն հետապնդում են։ Դե սա ինչ է, թշնամական քայլ չի, ակնհայտ թշնամական քայլ է։ Դե հետևաբար Ռուսաստանը նախագահը այդ է ասում։ Ասում է միայն այդ հիմքով մի արգելեք մարդուն։ Ապահովեք նորմալ օբյեկտիվ ընթացք ընտրությունների։ Եթե այդ մարդը պարտվում է, պարտվում է, եթե չի պարտվում, թող հաղթի։ Բայց միայն նրա համար, որ նա կապված է ինչ-որ ձևով քաղաքացիությունով Ռուսաստանի, միայն այդ հիմքով մի արգելեք, դա թշնամական քայլ է։ Այսինքն ըստ էության դա էությունը ոչ թե հենց Սամվել Կարապետյանն էր բուն, այլ որ մարդուն ռուսական անձնագիր ունենալու պատճառով ենթարկում են հետապնդումների։ Բայց թշնամական քայլ չի դա Ռուսաստանի նկատմամբ։ Այսինքն Ռուսաստանը, կրկնվեմ, ստացվում է հետևյալը, որ Ռուսաստանը իշխանությունների համար այնքան անցանկալի պետություն է, որ իր հետ կապված ամեն ինչ հետապնդվում է։ Դե դա բնականաբար թշնամական քայլ է, անկախ լոզունգներից։ Եվ թե Ռուսաստանն ասում է, եթե թշնամական ձևով եք դուք իմ հետ վերաբերվում,
Դե այդ դեպքում էլ ես ասում եմ այդ վերաբերմունքի հետևանքները որն են լինելու։ Կարծում եմ սա է եղել ամբողջ խոսակցությունը։ Բայց հիմա ստացիոն Փաշինյանի այս գործողությունները շարունակում են այսպես թշնամական։ Դե իհարկե շարունակելու է, բա ոնց կարող է չշարունակել։ Դա հետևանքը որն է լինելու։ Մեր այս հետևանքը։ Դե հետևանքը այն, ինչ որ ասված Ռուսաստանի նախագահի կողմից, որից հետո ավելի դետալացված բացվեց Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի կողմից։ Սա մի բան չէ, որ ինչ-որ ոլորտների դիվերսիֆիկացիա են անում եւ Ռուսաստանը դրանից դժգոհ է, չէ։ Սա բացահայտ թշնամական քայլեր են իրականացնում։ Ոնց որ մեկին ասես, չգիտեմ, քո հետ չեմ ուզում ընկերությանը, որտեվ քո ընկերը էս ինչ մարդն է։ Միայն նրա համար, որ էս ինչ մարդն է։ Այսինքն կամ մեկին հետապնդես, միայն նրա համար, որ ինչ որ մեկի ընկերն է ինքը։ Բայց այդ ընկերոջը դու անվանում ես բարեկամ։ Այսինքն եթե դու մեկին հետապնդում ես միայն նրա համար, որ ինչ որ իր ընկերներից մեկը քո դուրը չի գալիս, նշանակում է դու այդ ընկերոջ թշնամին ես, չէ՞, համարում քեզ։ Ինչքան էլ ուզում ես լոզունգներով վատ բան չի արել, բայց դու միայն նրա համար, որ այդ մարդու հետ կապ ունի, դու այդ մարդուն ըստ էության հետապնդում ես։ Նշանակում է դու թշնամաբար ես տրամադրված այդ մարդու նկատմամբ։ Բայց ասեց կառավարության նիստից, որ Մոսկվայից վերադարձել էր կառավարության նիստը հաջորդ օրը, իսկ հետո ճեպազրույցը, ասաց պայմանավորվել ենք Պուտինի հետ հունիսին էլի ենք հանդիպելու։ Խնդրեմ այս մասը, այս ախորժակի հացա ընտրվել են, հանդիպելու են, չեն հանդիպելու, ինչ է ասում, ինչ չի ասում։ Դա այդքան էլ էական չի, կարևորը քայլերն են, կոնկրետ ինչ քայլեր են իրականացնում։ Լավրովն էլ ասեց, ոնց որ թե ասում է հայկական կողմը, հստակ չեմ հիշում ինչ բառ ասեց, բայց ըմբռնումով է մոտենում մեր մտահոգություններին, բայց մենք գնահատելու ենք գործերով։ Այսինքն ուզում է առավոտից երեկո, չգիտեմ, Ռուսաստանի պատվին երգեր երգի։ Կարևորը գործերն են, կոնկրետ ինչ գործերը, ինչ քայլերը իրականացնելու։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ այսօր հայտարարում են, որ Ռուսաստանը թշնամի է եւ մասնակցում են ընտրությունների, ասում են, չէ՞։ Ինչքան մարդ կա, որ ասում է Ռուսաստանը թշնամի է եւ մասնակցում է ընտրությունների։ Իրենց չեն հետապնդում, բայց այն մարդը, ով ինչ որ կապ ունի Ռուսաստանի հետ, իրեն հետապնդում են։ Նշանակում է պատճառը երկիրն է, չէ՞, որ դա անում են։ Դա թշնամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։ Ինքն ասում է, թե դուք ինչ թշնամի եք համարում, եւ այդ քայլերը դրան են տանում, ուրեմն ես էլ պատասխանելու եմ փոխադարձ, այսինքն դա դրան չվերաբերվենք որպես պատժում է մեզ Ռուսաստանը, չէ։ Դա փոխադարձ պատասխան է տալի։ Ամեն ինչ փոխադարձ է, չէ՞ կյանքում։ Մեկին հետ ընկերություն ես անում, ինքդ քո հետ ընկերություն անում։ Մեկ երբ թշնամություն ես անում, ինքդ քո հետ թշնամություն անում։ Դե այսպես է, քաղաքականության մեջ փոխադարձությունն է գործում։ Ինչի մասին Ռուսաստանի նախագահը եւ Օվերչուկը զգուշացրեցին։ Բայց տեսեք, այս ամեն ինչը գիտակցված քայլեր են, հանցավոր դիտավորություն է սա։ Իհարկե։ Ոնց կարող է դիտավորություն։ Հույսով այս ամեն ինչը անով վերապրկելու։ Ես չգիտեմ, նրանք ովքեր որ այս process-ի պատվիրատուներն են, իրենց չի էլ հետաքրքրում Փաշինյանը կփրկվի, չի փրկվի։ Իրեն ասել են պետք է անես եւ վերջ։ Այդ էլ մնում պակաս Տրամպը մտածի Փաշինյանի փրկվելու մասին։ Իր համար կարևորը իր աշխարհաքաղաքական համար մեկ հակառակորդին Ռուսաստանին ծնկի բերելն է, վնաս տալն է տարբեր հնարավոր ձևերով։ Հիմա արանքում որ երկիրը կզոհաբերվի, այդ երկրի որ կառավարիչը, չգիտեմ, կփրկվի, չի փրկվի, բացարձակ դա չի հետաքրքրում։ Դե հետաբար դեմ են տվել պատին, ասում են պետք է անես եւ վերջ։ Աչ ու ձախ իրավունք չունես մանևրելու։ Այնպես որ որոշումների կայացման թելերը Փաշինյանի ձեռքում չեն, որ մի հատ էլ ինքը վախենա իր փրկվելուց կամ չփրկվելուց եւ որոշի հակառակ քայլեր անել։ Ինչ
Դե նախ trip չի լինելու, մանավանդ այս Իրանի հետ հակամարտության process-ը երբ որ սկսվեց, չի լինելու այդ trip-ը։ Նախ Ամերիկան չէր պատրաստվում այդ trip-ում $1 դնել։ Ինքը այդ բեռը դնելու էր ուրիշների վրա։ Ենթադրում եմ մերձավոր արևելքի ինչ-որ պետությունների վրա։ Բայց այս Իրանի հետ հակամարտությունը, ասում կարող է դոմինոյի էֆեկտով բերի նրան, որ ԱՄՆ մերձավոր արևելքի դաշնակիցները սկսեն իրենից կամաց-կամաց երես թեքել։ Եթե իրենք էլ թեքեցին այս տրիպի մեջ ով է փող դնելու։ Իհարկե ոչ մեկ։ Այնպես որ վաղը մյուսօրն էլ քանի որ իմ համոզմամբ մեր տարածաշրջանը եւ ողջ այդ խորհրդային տարածքը վերադառնալու է Ռուսաստանի ազդեցության գոտի, հետեւաբար ոչ մի տրիպել չի լինելու։ Համենայն դեպս այն տեսքով որ կա չի լինելու հաստատ։ Թե ինչ տնտեսական համագործակցություն կունենան, չեն ունենա ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ, դա հետագայում կերև է այդ խորհրդային տարածքում։ Բայց այս տրիպը չի լինելու։ Իմ կարծիքով չի լինելու։ Որովհետև իրապես կանգնած են անդառնալի փորձների շեմին, խնդրեմ։ Վախերի մասին եւ այլն։ Դե վախերը իհարկե պետք է լինեն, որովհետև այսքան կորուստներից հետո իրենց կարող է փրկել, այսքան կորուստներ բերելուց հետո իրենց կարող է փրկել միայն իշխանության մնալը։ Մանավանդ այսօրվա պայմաններում, երբ գնալով ԱՄՆ հեղինակությունը աշխարհում սկսում է նվազել, այդ անորոշությունը եւ վախը բնականաբար ավելի շատ է ուժեղանում իրենց մոտ, որտեվ իրենք չգիտեն հետո ինչ է լինելու իրենց հետ։ Այսինքն ինչ որ մեկը մտածում է, որ որևէ մարդ Հայաստանում մտահոգվելու է իրենց ճակատագրով կամ քայլեր են անելու իրենց պատիժը մեղմացնելու համար։ Դրա համար իրենք ամեն ձևով կարճած են մնալու, փորձելու են պահել իշխանությունը։ Ամենակարևոր բանը, որ հնարավորինս շատ մարդ մասնակցի այս ընտրություններին, որպեսզի լծակները իշխանության ավելի դժվար լինի օգտագործել իօփուտ իրենց։ Ես համաձայն եմ իշխան Սաղաթելյանի հետ, որ սա իրոք վճռորոշ ընտրություններ են եւ այո, վատ տարբերակ չի կազմակերպել ընդդիմության միասնական հանրահավաք, ընդ որում ոչ միայն այն ընդդիմադիր ուժերի, որոնք մասնակցում են ընտրությունների, այլ նաեւ նրան մասնակցությամբ, որոնք ընտրությունների մեջ չեն մտել։ Այո, այդ մեծ հանրահավաքը առանց որևէ պարտավորությունների, առանց որևէ պայմանավորվածությունների այդ ուժերի միջև լրացուցիչ, այսպես ասենք, մոտիվացիոն խթան կարող է հանդիսանալ մարդկանց համար, որպեսզի գնան նրանք ընտրության եւ քվեարկեն։ Իհարկե քվեարկեն բացի իշխանությունից եւ այն հակառուսական ուժերից որևէ ընդդիմադիր իրենց ցանկությամբ որևէ ընդդիմադիր ուժի օգտին։ Իրանք իրապես վախենում են, որովհետեւ նաեւ տիրապետում են սոցհարցումներին ու գիտեն իրենց ռեյտինգը ինչ հայտարարական է ստացել։ Բացի դրանից իրենք տեսնում են նաեւ, որ օրինակ
ԱՄՆ պլանը Իրանի դեպքում չաշխատեց։ Այսինքն ԱՄՆ-ն այն առաջվա այն գերհզոր եւ ամենակարող պետությունը չի։ Էլի հզոր է, բան չունեմ ասելու, բայց ամենակարողը չի եւ երբ որ ինչ անում էր անպատժելի էր մնում։ Այսինքն այդ ԱՄՆ անձեռնմխելիության այդ դրվածքը խախտվել է արդեն։ Ինք դա շատ լավ հասկանում են եւ բնականաբար վախենում են, որ եթե Հայաստանում փոխվի Հայաստանում չէ, աշխարհում փոխվի ուժային բալանս, նշանակում է, որ ոնց որ Օրբանին ճամփեցին, այնպես է կարող իրենց ճամփեն։ Բայց եթե Օրբանին ճամփեցին, ԱՄՆ-ն ճամփեց տակտիկական նպատակներից ելնելով, այս դեպքում կարող է ուղղակի ճամփել, ասել, տեր չեմ, վերջ ասեն, մենք էլ ձեզ տեր չեն կանգնում, եւ այդ դեպքում ով է պահելու իրենց իշխանությունը կամ երաշխավորելու իրենց անձնամխելիությունը։ Ոչ մեկ։ Դրանից էլ իրենք վախենում են։ Այսինքն վախենում են, որ իհարկե ոչ։ Եթե Ամերիկան հետ քայլ արեց, ասաց ես եւ Հարավային Կովկասը ճանաչեց Ռուսաստանի ազդեցության գոտի, Թուրքիան ու Ադրբեջանը ով են, որ դրան դեմ կանգնեն։ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց գործողությունները կառուցում են այն բանի շուրջ, որ գերիշխանությունը Միացյալ Նահանգներինն է եւ իրենք այդ Ռուսաստանի դեմ այդ process-ի մաս են կազմում, բայց բնականաբար հələ այդ Ալիևը ինչ որտեղ էյֆորիայի մեջ ընկած միգուցե սխալը թույլ տա, չնայած չեմ կարծում։ Էրդողանը այդ սխալը թույլ չի տա։ Այսինքն ինքը երբեք չի գնա նրան, որ դառնա, այսպես ասենք, այդ բազմաբևեռ աշխարհի կայացմանը խոչընդոտող պետություն եւ լիդեր։ Ինքը սպասում է։ Ինքը հենց տեսավ, որ ԱՄՆ իշխանությունը փլուզվում է, հեղինակությունը, իշխանությունը։ Պարզ է, որ ինքը գնալու է Ռուսաստանի հետ պայմանավորվի։ Այնպես որ բոլորը աշխարհում տեսնում են այս գործընթացը, տեսնում են, որ ուժային բալանսը փոխվում է, եւ բոլորը սպասում են եւ հաշվարկում են։ Իրենք ով են Ալիևն ու Էրդողանը ով են, որ միանձնյա որոշումներ կայացնեն Հայաստանի մասով։ Եվ ինչքան այդ ուժային բալանսը փոխվի ի օգուտ Ռուսաստանի, այնքան Ալիևն ու Էրդողանը ավելի քիչ հնարավորություն կունենան իրենց ուզածով Հայաստանի հարցերը լուծելու։ Իրենք կարող են դա անել, եթե ուժային բալանսը փոխվի ոչ Ռուսաստանի օգտին։ Այդ դեպքում իրենք կարող են առիթից օգտվել։ Բայց հիմա տեսնում ենք, որ համենայն դեպս այս պահին Իրանի դիմադրության շնորհիվ ամերիկյան հեղինակությունը աստիճանաբար փլուզվում է եւ բնականաբար դա հաշվարկելով ոչ Ալիևը, ոչ Էրդողանը որևէ քայլի չեն դիմի։ Ես կարծում եմ Պետդումայի ընտրություններից հետո սեպտեմբերին, երբ իշխանության եւ կսկսվի իշխանապողության գործընթաց Ռուսաստանում, նկատի ունեմ տարբեր օղակներում իշխանության կսկսեն գալ հատուկ ռազմական օպերացիան անցած զինվորականները, այդ դեպքում ընդհանրապես ոչ Ալիևը, ոչ Էրդողանը որևէ քայլ միանձնյա երբեք չեն համարձակվի անել։ Այնպես որ այդ հեքիաթները, որ մենք պարտվենք ԿՊ-ի հեքիաթները, որ մենք պարտվենք պատերազմ լինելու, չի կարող լինել, որովհետև Ալիևը չի որոշում պատերազմ անի թե չանի։ Իր փոխարեն ինքը միանձնյա չի կարող դա որոշել։ Հետևաբար դա կեղծիք է, որ պատերազմ է սկսելու։ Եվ վերջին հարցը ապրիլի 17-19 դիվանագիտական ֆորումներ են լինելու Թուրքիայում, ասում են գնալու են Արենները երեք արդեն հաստատեց, որ ինքը երես մեկնելու է։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, Փաշինյանը ուր է շտապում։ Որքանով շտապում Էրդողանի մոտ։ Որքանով գիտեմ, որ այնտեղ նաև մասնակցելու է Մատվիենկոն։ Այսինքն Թուրքիան այստեղ իրեն դիրքավորվում է։ Ասում է, տեսեք, ճիշտ է, ես ՆԱՏՕ-ի անդամ եմ, բայց տեսեք, ես քայլեր չեմ ձեռնարկում, այսպես ասենք,
ամերիկյան միաբևեռ աշխարհը պահելու համար։ Հա, Ամերիկան իմ դաշնակիցները իր հետ էլի հարաբերություններ, բայց տեսեք, ես կողմ եմ այդ բազմաբևեռ աշխարհին։ Ինձ էլ ուրեմն փայք կտակ այդ բազմաբևեռ աշխարհի կայացման գործում։ Ինքը ուզում է հավակնել բազմաբևեռ աշխարհում կարևոր հեղինակային դեր ունենալու, հեղինակավոր դեր ունենալու համար։ Դրա համար անդադ ձգտում է, այսպես որ միջնորդ լինի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, դիվանագիտական ֆորումներ է կազմակերպում։ Այսինքն ինքը ամեն ձևով ցույց է տալիս, որ ես լինելու եմ այդ բազմաբևեռ աշխարհի մաս եւ իմ ներդրում եմ ունենալու, հետեւաբար ես ծանրակշիռ փայաբաժին պետք է ունենամ այդ բազմաբևեռ աշխարհի կայացումից հետո։ Այնպես որ ինքը իր դերակատարումը Թուրքիան փորձելու է մեծացնել, ակտիվացնել եւ այն պետությունը, ով մի փոքր խելք ունի, ինքը եւս պետք է փորձի իր տեղն ու դերը գտնել եւ իր ներդրումը ունենալ այդ բազմաբևեռ աշխարհի կառուցման եւ կայացման գործում։